Քաղաքական այս ուժն արդեն ներկայացրել է իր տնտեսական առաջին քայլերը իշխանության գալու դեպքում ստեղծելու է 300,000 նոր աշխատատեղ, ինչը ըստ էության գրեթե աշխատաշուկայի կեսն է։ Վերջի 5-6 տարիների ընթացքում մենք ամեն տարի 1-ից 2 գործան ենք կառուցել, արդյունաբերականացման ուղղությամբ ենք գնացել, սակայն տեսնում ենք պետական աջակցության կամ բացակայություն կամ միայն սուբսիդիաների տեսքով ինչ որ աջակցություն, որը բավարար չէ լուրջ արդյունաբերություն ձևավորելու համար։ Մեր երկիրը, մեր գյուղերը, մեր փոքր քաղաքները աշխատատեղեր չեն կարողանալու ունենան, եթե սպասենք ինչ որ ներդրող գա ներդրում անի։ Կարող է սպասենք 10 տարի, 20 տարի, 30 տարի։ Մեր առաջարկն է պետությունը պետք է մասնակցի պրոյեկտների մեջ, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական, ոչ նաև արդյունաբերական ծառայությունների ոլորտի հիմնարկներ, որոնք կօգնեն մեր երկրին ակտիվ զարգանալու։ Ձեր առաջարկած այդ 300,000-ը ինչով է որակապես տարբերվելու։ Քանի տոկոսն է շինարարական ապրանքների հայկական։ Ես կարող եմ ասել, որ մոտավորապես 80%-ով մենք ներմուծում ենք, մեր քաղաքացիները վարկ են վերցնում, գնում են բնակարան, որը բնակարանի շինարարության ժամանակ հայկական ապրանքներ չեն օգտագործում մեծի մասամբ, օգտագործում են ներմուծված ապրանքներ։ Ցանկանում եք նաև աշխատատեղեր ստեղծել, որպեսզի Հայաստանում հաղթահարվի աղքատությունը։ Այո, նայենք թե ում է հաճո այսօրվա իշխանությունը Հայաստանի։ Լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, ինչու ենք հակադրությունների ճանապարհով գնում եւ չենք գնում համերաշխության ճանապարհով։ Ինչու է գործընկերայնությունը բացակայում մեր արտաքին քաղաքականության մեջ, մենք պետք է չնայենք խոսքերին, այլ նայենք քայլերին։ Անդրադառնամ մի հայտարարության եւս, որը որ բավականին այսպես բուրըն քննարկվեց, խոսքը Սամվել Կարապետյանի որդու արած հայտարարության մասին է, ասվեց կոնտեքստից կտրված էր, եղավ պարզաբանում։ Կարծում եմ, որ կոնտեքստից անգամ կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ չտայինք լիներ, քանի որ դա կարող էր ինտերպրետացնել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի դեպքում։ Մենք պետք է ուշադիր լինենք նաև այս ուղղությամբ եւ թույլ չտանք, որպեսզի անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի մեր խոսքից կտրել եւ ներկայացնել որպես վիրավորանք։ Մեր վրիպումները չի ազդում մարդկանց կյանքի վրա։ Մեր վրիպումները չի բերել մահեր մարդկանց։ Մեր վրիպումները չի բերել աղքատություն մարդկանց։